ձեզ հարգելի հայրենակիցներ, մի թեմայով եմ ուզում այսօր հանդես գալ։ Ես հիմա անցնում եմ Կիրյանի կամուրջի վրայով, գալիս եմ մարզահամերգային համալիրի մոտից գնում եմ դեպի Կոմիտաս հատվածը և այդ մարզահամերգային համալիրից այնտեղ թունելներ կան, չէ՞, որ իջնում ես դեպի մեկը պտտվում է, մյուսը կողքով իջնում է դեպի Լենինգրադյան։ Այդ երբ որ այդ իջնում ես այդ թունելների մասով, հա, ձեզանից ձախ կողմի վրա մի հատ շենքի շինարարություն է, որակառույց, որի ես հիմա հաշվեցի, հենց նոր հաշվեցի, ուղղակի կանգնած է պրոբկայի մեջ, ասի աչքի շատ բարձր երևաց, ասի մի հատ հաշվեմ։ Ուրեմն ընդ այդ կառույցը անընդհատ ես տեսնում եմ նրանց 0-ից, ես իրա կողքով անընդհատ անցնում եմ, մեծ ամբողջությամբ բարձրացնում են։ Արդեն 30 հարկ է ու հələ դեռ սյուները բարձրանում են։ Այսինքն 30 հարկից էլ ավել է լինել, ինչքան ես հասկացա։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ասենք թե սկզբից խոսանք ճարտարապետական մտահղացման հետ կապված, քաղաքի այդ հատվածում, ասենք թե մարզահամերգային համալիրի և բնականաբար նաև ստացվում է, որ ուրեմն Ծիծեռնակաբերդի Եղեռնի հուշակոթողի ուրեմն ֆոնի վրա այդ հարևանությամբ այդ 30 հարգանի շենքը, որ կառուցվում է, ինքը ու քաղաքի արդեն ամեն տեղից ինքը երևում է և ուշադրություն է գրավում։ Ես այդպես էլ չհասկացա, ասենք թե այդ շենքի իմաստը նման բարձր այդ հատվածում կառուցելու նպատակը։ Ինքը ինչ-որ յուրահատուկ ճարտարապետական լուծումներով ինչ-որ շենք է, որը գեղեցկացնելու է քաղաքի, ասենք թե տեսարանները, հա, ինքը ինչ-որ ճարտարապետական մտահղացում է, որը կողքի շինություններին իրար հետ կապելու և ընդհանուր ծավալատարածական ուրեմն գաղափար է իր մեջ պարունակում որպես ճարտարապետական լուծում, ինքը ինչն է իր նպատակը տեղ լինելու, ասենք թե այդքան բարձր շենք ունենալու։ Սա զուտ որպես ճարտարապետ ուրեմն անդրադառնում եմ այդ հարցերին, որոնք ինձ համար մեծ հարցեր են առաջացնում, բայց ամենամեծ հարցերը անվտանգային հարցերն են, որովհետև ես չգիտեմ, այդ կոնստրուկտորները կամ այդ ճարտարապետները, որ այդ շենքը նախագծել են ու իրանց էլ քաղաքապետարանը թույլտվություն է տվել, ինչով են առաջնորդվել, մոռանալով, ասենք թե 88 թվականի երկրաշարժը ավերիչ Հայաստանում, այսօր Ճապոնիայի նման բարձր շինարարական տեխնոլոգիաներ ունեցող երկրում երկրաշարժից շենքեր են փլվում։ Դուք այդ որակի հաստատ տեխնոլոգիչնի շենքեր չեք կառուցում։ Բացի դրանից ես նայում եմ այդ շենքի որակը կառուցող, այսինքն անընդհատ երբ որ ինքը բարձրացել է, ես չեմ տեսել, որ սյուների ուրեմն միջնամասում կիրառվել են կոշտ ուրեմն բաներ, դիաֆրագմաներ, մոնոլիտ երկաթբետոնից, որոնք հիմնականում կոնստրուկցիաների տատանման հնարավորությունները բերում են որոշակի ամրացմանը, որոշակի ուրեմն գործողությանը։ Եթե ինձ կարող են ինչ-որ ասեն, որ բա դե չէ, այդ կոշտուկները դնում ենք, ինքը սկսում է երկրաշարժի ժամանակ չորամնում, ջարդվում է, դրա համար ինքը պետք է շարժական լինի եւ այլն, այդ բարձրությամբ շենքը մի թեթև շարժվեց, փլվելու է։ Ինչքան էլ առանցքական լինեն սյուները։ Սյուների ուրեմն կտրվածքը, երբ որ ես նայել եմ, ուրեմն սովորական, ասենք թե պանելային շենքեր, երբ որ կառուցում են 8-9 հարգանի մեր մոտ, այդ կարգի սյուներ են, ոչ ավելի մեծ կտրվածքով, ամրանները, այսինքն արմատուրաները նույնպես բավական սովորական են, և այս պարագայում, ասենք թե ամբողջ արտաքին պատերը, միջնապատերը իրատի բան են անում, կառուցվում են պեմզաբլոկային հատվածներով, ոչ թե ասենք թե գոնե քարով,
Ես ուզում եմ հասկանամ, այդ կոնստրուկտորները հիշում են, որ Երևան քաղաքը սովետի ժամանակվա 7-8 բալանոց սեյսմիկ գոտիում չի հիմա, որ ինքը ավելի 9 բալանոց սիստեմայում է։ Այդ մարդիկ, որ նախակողքից էր երկրորդ շենքն է բարձրանում, ինչքան հասկացա, երևի նույնքան բարձր։ Այսինքն բանը, այն Մանհեթենի 2 աշտարակն են երևի կառուցում էլի Հայաստանում, Երևանում։ Ուրեմն ուզում եմ հասկանամ, ասենք, թե եթե այդ շենքը փլվեց, հաշվարկ արել են, ասենք, թե այդ փլատակների ծածկույթը ինչ շարավիղա ընդգրկելու։ Եվ արդյոք հաշվարկել են, որ բացի մեջի եղած բնակիչների զանգվածից, նաև ինչքան զոհեր եւ ավիրացություններ կառաջանան, երբ որ այդ շենքերը կփլվեն եւ իրանց ուրեմն փլատակների ծածկույթով կզբաղեցնեն որոշակի տարածք։ Ես ուզում եմ հասկանամ, քաղաքապետարանը երբ որ այդ շենքերի կառուցման շինթույլտվություն է տալիս, որովհետև ես տեսնում եմ, էլի քաղաքում կան բավական բարձր արկանի շենքեր, որտեղ որ բացի նրանից, որ բավական լուրջ կտրվածքով սյուներ են արվում, այլ նաև արտաքին պատերը, միջնապատերը կառուցվում են երկաթի ժելեզաբետոնի, երկաթբետոնի, ուրեմն չափանիշներով։ Եվ այդ առումով ավտագային այդ շենքերի ինչ-որ բանը քիչ թե շատ հուսահատող է, կան նաև այդպիսի կառուցվող շենքեր։ Բայց այս մի շենքը, ասկի ես չեմ հասկանում, այդ շենքը հենց հիմա մի հատ մի թեթև երկրաշարժ եղավ, մոտավորապես 6-7 բա փլվելու է։ Հենց հիմա է փլվելու։ Այսինքն նայում ես որ ինքը տերևի նման մի հատ sense ինչ-որ բարակ, մի հատ անհասկանալի կառույց է։ Քառակուսի կառույց է, ու ես չեմ պատկերացնում դրա, ասենք թե ճարտարապետական լուծումները, ասենք թե ոնց են լինել։ Լավ, այդ գեղեցկությունն էլ մի կողմ թողած, որովհետև մարդիկ երբ որ զոհվեցին, ոչ մեկ չի լարցնելու, որ այդ շենքը ինչ գեղեցիկ շենք էր, բան եւ այլն եւ այլն։ Հետեւաբար ես հարց եմ տալիս, ասենք թե եւ նախագծողներին, ճարտարագետ նախագծողներին եւ ճարտարապետներին, բայց ամենամեծ հարցս քաղաքաշինությանն է վերաբերում։ Քաղաքաշինական կառույցն եւ քաղաքապետարանին։ Այդ շինթույլտվությունը ով է տվել եւ ինչ հաշվարկներ է արվել այդ շենքի անվտանգության համար։ Մենք 9 բալանոց գոտիում ենք եւ Հայաստանը գտնվում է երկու շատ ծայրահեղ վտանգավոր, ուրեմն հողային երկրակեղևների բանա ճեղքերի հանգույցներում։ Ամենավտանգավորներից մեկն է աշխարհում համարվում։ Ով է տվել այդ թույլտվությունը։ Եվ այդ հարցի պատասխանը ես կուզենայի, որ քաղաքապետարանը բարձրաձայներ։ Ես ամեն օր այդ շենքի մոտով անցնում եմ, գնում գալիս եմ, ինձ համար դա անվտանգության խնդիր է։ Դրա համար այդ հարցը բարձրացրեցի։ Եվ կխնդրեմ, թող մի հատ բոլոր նրանք, ովքեր այս եթերը լսում են, թող կիսվեն այս եթերով եւ նույնպես պահանջ ներկայացնեն քաղաքապետարանին, որպեսզի բացատրեն, ասենք, թե արդեն 30 շենք ու ավել հարկանի շենքը ինչ ուրեմն մտահղացումներով եւ ինչ անվտանգային գաղափարներով է կառուցվում։ Այսքանը ստեսություն ես։